Վաղը ժամը 11-ին պատարագ է լինելու Հովանավանքում։ Դուք եք անցկացնելու, Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է, որ գալու է, եւ բազմաթիվ իշխանական падգամավորներ։ Նախ դուք ինչպես եք տրամադրված, հաշվի առնելով տրամադրությունները այս մի քանի օրվա ընթացքում, հասկանալով նաեւ, որ հնարավոր է լարված իրավիճակ լինել, հաշվի առնելով նաեւ նախորդ օրվա իրադարձությունները։ Արդեն 6 տարի է, որ սպասավորում եմ հայ առաքելական եկեղեցում որպես օծված հոգևորական, եւ այս 6 տարիների ընթացքում ամեն կիրակի պատարագ եմ մատուցել ոչ միայն Հովանավանքում, այլ նաեւ Ուշի Սուրբ Սարգիս խոնարհված վանական համալիրում, Ծաղկևանքում։ Ինձ համար բոլոր կիրակիները սուրբ եւ նվիրական են, եւ հավատացեք, որ առաջիկա կիրակին իր սրբությամբ ոչ մի բանով չի տարբերվում մնացած կիրակիներից։ Հովանավանքը ինքը բավականին հայտնի վանք է, եւ այս 6 տարիների ընթացքում ես բազմաթիվ մարդկանց հավատացյալների եմ տեսել Հովանավանքում, աշխարհի տարբեր ծայրերից եկած հայտնիների, թեկուզ եւ հայերի, եւ ինձ համար այլևս զարմանալի չէ Հովանավանքում տեսնել որևէ մեկ անձնավորության, որ չգիտեմ, այսպես ինձ կարող է անակնկալի բերել իր ներկայությունը Սուրբ Հովանավանք։ Այնպես որ մեր վարչապետի գալուստը եւս այստեղ այսպես ինձ համար հատուկ նշանավոր ինչ-որ մի իրադարձություն չէ այս իմաստով, որովհետև եթե հայ առաքելական եկեղեցու հետևորդ է, ուրեմն ես նաև ուրախ եմ, որ որպես եկեղեցու հետևորդ մասնակցում է պատարագի, սա ինձ միայն ուրախություն կարող է պատճառել, որովհետև ինքս եւս ծնված լինելով այս երկրում բավականին երկար ժամանակ այսպես հոգևոր կյանքի մեջ ներկա լինելով միշտ ցավ եմ ապրել, որ մեր երկրի ղեկավարները տարբեր տարիների պատարագների չեն մասնակցել կամ մասնակցել են միայն Սուրբ Ծննդյան կամ Սուրբ Հարության տոներին, եւ որպես հայ մարդ միշտ իմ մեջ ցանկություն եղել է տեսնելու մեր երկրի ղեկավարությանը Քրիստոսի սուրբ եւ անմահ պատարագներին ներկա լինելիս։ Մեղադրանքներ եք հնչեցնում, դուք վստահ եք, որ առաջնորդները երկրի չեն մասնակցել, բայց այդուհանդերձ նաև կխնդրեմ իրավիճակին, հաշվի առնելով լարված իրավիճակը, իրադարձությունների հաջորդականությունը, վաղվա հետ կապված։ Գիտեք, ես կարծում եմ, որ արհեստական է, որ լարված իրավիճակ կա, որովհետև այս մարդիկ, որ տեսնում եք Հովանավանքի տարածքում, օրվա մեջ տարբեր ժամերի մենք իրենց հրավիրում ենք աղոթքի, միասին աղոթքներ ենք անում, որևէ ագրեսիա չկա, որևէ լարվածություն չկա, այս մարդիկ շատ սիրով էստեղ եւ ես նաեւ կարևորում եմ իրենց բոլորի ներկայությունը այս վանքի տարածքում, որովհետև երևի թե Տերն է, բոլորին կանչել, որպեսզի գան, իր տաճարում լինեն, Տիրոջ հետ ավելի շատ հաղորդակցվեն։ Եկեղեցին հենց երկնքի արքայության ավելի փոքրիկ սեղմ տարբերակն է երկրի վրա, իսկ երբ որ մենք խոսում ենք երկնքի արքայությունից, այնտեղ բոլորը պետքա լինեն առանց բացառության։ Եվ այնտեղ մենք չպետք է հաշվի առնենք, թե մարդը կներեք ինչ գործունեություն է ծավալել երկրի վրա, արհեստավոր է, բժիշկ է, դերասան է, թե օրինակ մանկավարժ։ Եկեղեցին այնտեղն է, որը որ բոլորին միավորում է, եւ բոլորս այստեղ պետքա ունենանք մի հայր, որը Հիսուս Քրիստոս։ Տեսեք, դուք ասացիք, կարծում եք, որ արհեստական է լարվածությունը, որը ստեղծվել է, չեք կարծում, որ այդ լարվածության ստեղծման մեջ նաև դուք ունեք ներդրում, որովհետև եթե օրինակ դուք գնայիք եւ մասնակցեիք ժողովներին, այսպիսի իրավիճակ չէր ստեղծվի եւ ինչու՞ չէ նաև այդ հարցերը կլուծվեին եկեղեցու ներսում եւ օրինակ հիմա մենք նաև նկատել ենք այստեղ օպերատիվ ծառայողների, ոստիկանների, նաև քիչ առաջ ոստիկանապետը անձամբ իր տեղակալների հետ եկել էր այստեղ ու այդ լարվածության մթնոլորտը կամա թե ակամա այստեղ կա։ Շատ լավ, կփորձեմ հարցին պատասխանել, ուրեմն երբ որ այս ամենը կկապվի իմ անձի հետ, որ լարվածությունը ինձանով է, գիտեք մի հետաքրքիր խոսք ասում է չկա գլուխ, չկա գլխացավ։ Այսինքն եթե ես չգնայի եւ հոգեվորական չդառնայի, երևի թե այսօր այստեղ չէի լինի եւ այս հարցը առհասարակ չէր ծագի։ Դեք մարդկային հարաբերությունների մեջ միշտ էլ կապ չունի հոգեվորական է, նորից եմ ասում թե այլ ասպարեզի ներկայացուցիչ, որտեղ որ կա մարդը, այնտեղ հնարավոր է նաև որ լինի կոնֆլիկտ, բայց ինչ վերաբերվում է հոգևոր աշխարհի ներկայացուցիչներին, հաճախ մենք պետքա օրինակ նաև լինենք այլոց համար, թե հարցերը
ինչպես կարելի է լուծել։ Երբ որ ես սովորում էի ճեմարանում, մենք երիտասարդներս այնտեղ եւս փոքրիկ այսպես խնդիրներ մեկս մյուսի հետ ունենում էինք, բայց ես հիշում եմ, որ մեր տեսուչներից շատերը, մեր վերակացուները մեզ կանչում էին իրենց սենյակ, ավետարանը բացում էին, ինչ որ մի հատված էին կարդում, եւ երբ որ այդ հատվածը կարդվում էր, մենք մեր մտքի մեջ արդեն հասկանում ենք, որ խոսքը հենց մեր մասին է եւ դեռ չավարտած արդեն մեկս մյուսի նկատմամբ ներողամտությամբ ենք լցված ու այդպես գրկախ առնվելով դուրս էին գալիս։ Ես ինքս որպես կերպար կարծում եմ, որ կոնֆլիկտային անձնավորություն չեմ, դրա մասին կփաստեն բոլոր այն մարդիկ, ովքեր որ ինձ ճանաչում են, բայց կյանքում կա իրավիճակներ, որ դու որպես քրիստոնյա, որպես հոգևորական նաև քո խոսքը ուղղակի պարտավոր ես ասել եւ չլռել, որովհետեւ հոգևորականը ինքը նաև ինչ որ կերպով հենց ուսուցիչն է, հենց առաջնորդն է իր համայնքի եւ եթե հոգևորականը չունի, հա, ուրեմն ճշմարտությունը բարձրաձայնելու հնարավորություն, խոսք, ազատություն կամ կարողություն, ապա իր համայնքին ինչպես կարող է ուղղորդել, որ ազատության համար պայքարեն կամ ճշմարտության համար պայքարեն։ Այնպես որ այս ամեն ինչը, որ ստեղծվել է, հավատացեք, ես մեր հանրությանն էլ, հա, ուզում եմ տեղեկացնել, որ բավականին երկար ժամանակ աղոթել եմ այս ամենի համար, որ այս ամենը տեղի չունենա, չկատարվի, բայց ինչքան որ այս բաժակը թույլ տվեք ասել ինձանից հեռացնում էի, այնքան այն ավելի շատ էր մոտենում։ Եվ հիմա ունենք այն ինչ որ ունենք։